Էդուարդ, ես գնացի։ Սիրակ։ Սա աղբորը տուն ես եկե։ Սիրակ, ես ինչ ես անում ստե։ Բաբու ջան, ոնց ասեմ, բան։ Լավ ինչ ես արդարանում, ինք էլ չկա, վсё։ Հլա հարց ով չկա։ Այսինքն, Աբո լավ կանաց հանդարտ լսախտես։ Ուղղակի զրուցելու բան կար։ Ստեղ դու կապ չունես։ աբո, ես գործի մեջ առանց չայվոյի իմաստ չկա։ Այդ փողը պայքես։ Ես քեզ խոստանում եմ, պետք է ավելի շատ պետք գալու։ Ամեն ինչով թևոթիկուն կեղա, բայց ասեմ, որ քո ընկերները քո պես են եղել, քո նմաններին հասնում է, բայց հիմա որ ընկնես, հանգարց չնեղվես, իսկ կդիմես, էլի կօգնեմ։ Միտեղ կընդունեմ առաքիչ կաշխատես։ Աբո հիմա քեզ ամեն ինչ կբացեմ։ Ինչ պետք է բացատրես։ Թե ոնց ես մեջքիս հետևը խաղեր տալի ինչ-որ մեկի հետ ու գործարքի մեջ մտնում։ Ես խոսում եմ ինչ գործարքի մասին է խոսքը։ Բա ինչ գործ ուներ ընդ ինչ էիր անում։ Զանգեց ասեց գործնական զրույց ունի։ Դու ես էլ գնացի, հետո խնդրեց տուն գնամ։ Չի խնդրե անգելա ոտր, ասել աղաչում եմ տուն արի։ Տենում ես դու ինչ չես վստահ։ Ես քեզ վստահում եմ, բայց սրանից հետո առանց իմ իմանալու ոչ մի բան մի արա։ Ես կարա հանգիստ իմանայի, որ դու դի դրա հետ հանդիպես։ Հա, գիտեմ։ Ճիշտ ես։ Իսկ ես ուղղակի մեծ կարևորություն չտվեցի այդ հանդիպմանը։ Լավ անցանք, կգա ժամանակը սրանց տեղը կիմանալ։ մեզ խանգարեցին, ուզում էի համոզվեի, գործն անելու ենք, թե աբոն վրա ազդեց։ Իմ վրա ոչ ոք չի կարա ազդի։ Եթե ես մի բան որոշեցի, ուրեմն կանեմ։ Ես հենց այդ պատասխանին ես սպասում էի։ Բայց ես դեռ չեմ որոշել։ Իսկ իմ ընկերը հեռույա իմ կողը չի, իսկ իմ ընկերը պայման որ դե արծը փողը չի, իմ ընկերը անգինա, չայտնա բերած ոսկի վերեմ կյանքի ճիշտ օրինակ, իմ ընկերը